Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ էկոնոմիկայի նախարարությունն ուժը կորցրած է ճանաչել Ծառուկյանի ընտանիքին պատկանող Օնիրա Club ՍՊ-ի Շանգրիլա խաղատան կազմակերպման լիցենզիան։ Վերլուծաբան Գարեգին Միսկարյանի դիտարկմամբ Ծառուկյանը Հայաստանում ձևավորված քրեաօլիգարխիկ համակարգի ամենաբնորոշ ներկայացուցիչներից մեկն է, որը ոչ միայն այդ համակարգի արդյունքն է, այլև տարիներ շարունակ իր գործունեությամբ նպաստել է դրա պահպանմանն ու վերարտադրմանը։ Ինչու է ուշացած, որովհետև 18 թվականի իրադարձությունները գալիս էին փոխելու փողի վրա հիմնված հանրային հարաբերությունները եւ ձևավորելու ավելի արժանապատիվ միջավայր, ավելի ազատ միջավայր, որտեղ օլիգարխիան միայն փողը չի, այդ փողը վաստակելու համար անարդար ճանապարհներն են, ընտրակաշարքներից բացի նաև դատական համակարգի կոռումպացվածությունը։ Բացի այդ, 2023 թվականին Հայաստանի դատախազությունը դիմել էր դատարան պահանջելով բռնագանձել Ծառուկյանին ու նրա հետ փոխկապակցված անձանց վերագրվող մեծածավալ գույքը։ Դատախազության ներկայացրած պահանջի մեջ ներառված էին 79 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 39 ընկերությունների բաժնեմասեր, շուրջ 86 միլիարդ դրամի ենթադրյալ ապօրինի եկամուտներ, այլ դրամական միջոցներ ու պահանջի իրավունքներ։ Ծառուկյանի պաշտպանները հայտարարել են, որ գույքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով եւ վիճարկել են մեղադրանքները։ Մինչ Ծառուկյանի վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով, հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում նրա մայրն էլ արդարացնում էր հարկեր չվճարելը։ 2007 թվականին ժամանակ Երևանին տված հարցազրույցում Ծառուկյանի մայրը Ռոզա Ծառուկյանը խոսել էր հարկերի, բարեգործության ու բիզնեսի վերաբերյալ իր պատկերացումների մասին։ Իա, ասեմ, որ հարկայինը գա գլխիս կանգնի, ասի ինչու չես լրիվ ցույց տալիս, ով որ մտածում է, թե Ծառուկյանները հարկերը թաքցնում են, հետո դրանով բարեգործություն անում, տիկին Ծառուկյանը դրան էլ հստակ պատասխան ունի։ Շատ էլ լավ ենք անում, եթե այդքան բանը բաշարում ենք, ուրեմն լավ ենք անում։ Հարկ տամ, որ գնան Մոնտե Կարլոյում խաղան, շատ կներեք, ես տալիս եմ անապահով խավին, մանկապարտեզներին, բուժօգնությանը, պետությանն էլ ինչքան տվել ենք, հերիքա։ Միսկարյանի պնդմամբ օլիգարխիկ համակարգի առանձնահատկություններից մեկն էլ ոչ մրցակցային առավելություն տալն է սեփական վերահսկողության տակ գտնվող օլիգարխներին, որոնցից մեկն էլ հանդիսանում էր Գագիկ Ծառուկյանը։ Ըստ Միսկարյանի համակարգին անհրաժեշտ էին լծակներ այդ օլիգարխների վրա, եւ այդ լծակը հակաօրինական գործունեությունն է, որը թույլ են տալիս այնքան ժամանակ, քանի դեռ օլիգարխը լոյալ է համակարգին ու պատժում են այն ժամանակ, երբ համակարգը դադարում է ընդունել նրան որպես յուրային։ Գոնե իմ տպավորությունը այնպիսին է, որ ազգային կապիտալը կամ Հայաստանում գոյություն ունեցող ձևավորված Հայաստանում աշխատող կապիտալը վերադարձնել հայ ժողովրդին ոչ թե ունեզրկելու ճանապարհով կոնկրետ ինչ-որ մեկին, այլ խնդիր է դրվում այդ կապիտալը, որը ծառայում է օտարշահին կամ կապիտալի տերը, որը ծառայում է օտարին, սահմանափակել նրա հնարավորությունները Հայաստանի ինքնիշխանությունը ավելացնելու համար։ Նարինե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։